Ինչ վերադարձանք, շարունակվում է առավոտ լուսո weekend-ը եւ մեր առաջին հյուրն արդեն տաղավարում է։ Ես ներկայացնեմ նրան, դերասանուհի, երգչուհի Էլեն Սաֆարյան։ Բարի լույս։ Բարի լույս Էլեն։ Բարի լույս։ Ինչպե՞ս ես։ Հրաշալի, դուք ինչպե՞ս եք։ Մենք էլ ենք շատ լավ, բայց մեր հետաքրքիրը թե ինչպես է սկսվում քո հանգստյան առավոտները։ Շատ пассив, հանգիստ, դե առավոտյան սուրճը պարտադիր ու շատ հավեսա որ ոչ միտեղ չես շտապում, վայելում ես սուրճը։ Հաճելի առավոտներ են, ինչ խոսք։ Շատ լավ առավոտներ են, հանգիստ, խաղաղ, բայց մինչ բուն զրույցին կանցնենք, մեր ողջ թիմի անունից ուզում ենք շնորհավորել քեզ նշանադրության կապակցությամբ, որովհետև սոցհարթակներում բոլորը միանգամից իմացան, ինչպես էր ընտրվել վայրը, ինչու էր ընտրվել հենց վերևում, իհարկե զրույցներից մեկում նշել ես, որ պատասխան ոչը չունենաս եւ փախչելու տեղ չունենաս, բայց մի փոքր մանրամասնիր։ Նախ շնորհակալ եմ։ Դե ասեմ, որ շատ անսպասելի էր իմ համար, որովհետև որ խոսում էինք, Էրիկն ասում էր, որ ամառն է ուզում առաջարկություն անել, այսինքն կար այդ խոսակցությունը, բայց չէի սպասում, որ սենց արագ կլինի։ Ու ուղղակի ասում էր, որ տենց ռոմանտիկ դեյթ է, ես էլ որ բարձրությունից վախենում եմ, բայց համ էլ ուզում էի օթապարիկով տենց գնալ։ Դե ռոմանտիկ ժամադրություն օթապարիկով, ով չէր ցանկանում։ Այո, ու սենց առավոտվա 6-ին գնում ենք գառնի, ես սենց չքնած ասում եմ, թե մեզ պետք էր այս ռոմանտիկ դեյթը ու ինչ իմանամ, որ կես ժամ հետո օդում առաջարկություն անելու ու ես սենց հերիք չեմ մոտենում այդ ծայրերին այդ տեղի, որ չնայեմ ներքև, որովհետև որ նայում եմ ոտքերս դողում են, սենց կպել եմ պատին ու հանում եմ մատանին, սենց շատ հավես էր, համ ռոմանտիկ էր, բայց համ էլ շատ ծիծաղելի էր ու ինձ մոտ սենց ինչ-որ ուրիշ ռեակցիա էր, ես տեսել եմ, որ բոլոր աղջիկները ինչ-որ սենց հուզվում են, չէ, սենց դողում են, լացում են նույնիսկ չգիտեմ։ Ես սենց նայեցի, չէ, ավելի վատ, ես սենց նայեցի ու սկսեցի հիստերիկ ծիծաղելու։ Չգիտեմ այդ ինչ ռեակցիա էր, բայց երևի հուզմունքը տարբեր մարդկանց մոտ տարբեր ձև է։ Այդպես ու առավոտվա 8-ին արդեն նշանված իջանք։ Բայց ընդհանրապես կանխատեսումներ չէիր մտածում։ Չէ, մենակ մենք հիմա բարձրանում։ Խորամանկ է, ինքը սկզբում ասեց, լսի եղունգները ուզում ես մի հատ գնա սարքի, այդ ժամանակ ասեմ քեզ շատ ներփանկատ տղայինը։ Որովհետև ես շուտ ասել եմ, եթե այդ պահագա կասես, բայց հետո որ կասկածեցի, ինքը սկսեց այնպես խոսել, որ կարող է ի վերջո մյուս տարի մտածենք դրա մասին։ Ինքը նենց արեց, որ ինձ իմ մոտ այդ կասկածները այդպես, հա։ Դե եկեք հիմա հետ տանք ժամանակը։ Ահա։ Եվ սկսենք պատմությունը սկզբից։ Ինչպես եք ծանոթացել։ Որտեղ։ Ես Եվ ինչու։ Ում միջնորդությամբ քննիչի մոտ զրույցի էր։ Ձեր հարցը ուզում եմ մի հատ ընդհատել, ես անպայման կպատասխանեմ։ Ուզում եմ ասել, որ հիմա սելավին եմ նաև նայում այդ հանգստյան առավոտներին ու հրաշալի ես մանե ու բոլորը Մարիամը նույնպես, ես ուղղակի ապշել եմ, ես վերջի սերաներից մեկում։ Իսկապես բոլորը շատ լավն է։ Հավեսով եմ նայում ու շատ լավ ստացել եք բոլորդ կերպարներին։ Հա։ Դե մի շրջանցիր հարցը, ինչպես եք ծանոթացել։ Ես ուզում եմ իրականում մենք ծանոթացել ենք ծանոթ մի աղջկա ընդհանուր ծանոթի հարսանիքին, երբ որ ես հենց նստած էի, հայկական հարսանիքներ անկեղծ ասած այդքան էլ չեմ սիրում, բայց այդ օրը ինչ-որ սենց յուրահատուկ էր ու ես նույնիսկ այն երգերի տակ էի պարում, որ այդքան էլ չեմ սիրում, ինչ-որ տենց այդ օրը կեֆս լավ էր ու ես նկատել եմ հենց սկզբից, որ ինչ-որ մեկը սենց անթարթ նայում է վրաս ու մամաս հետս էր, ասում եմ, մամա, ճիշտ եմ տենում, ես էլ լավ չեմ տեսնում, ասում է, հա, ինչ-որ տղա տենց անընդհատ նայում է վրատ ու սենց անկեղծ ինձ թվում էր ալմոլորակային է տեսել, ես տենց բան կինոներում էի մեկ էլ տեսել, որ ասում են առաջին հայացքից սիրահարվել, ես միանգամից չեմ սիրահարվել, կյանքը լավ կերել եմ, բայց այդ օրը երկու անգամ տանգո պարեցինք, հետո ասեց դուրս գանք։ Հետո էլ ասում է ես չեմ սիրահարվել։ Չէ, ուղղակի քաղաքավարությունից ելնելով, սենց երկու անգամ տանգո պարեցինք։ Պատտվեցի մամային նայեցի, ասեց դե գնա ամոթավան, ասի լավ։ Բայց որ ասեց դուրս գանք խոսենք, ասեցի ոչ։ Հետո գտավ ու այնքան ինձ հետ ապնդեց, մինչև հասանք ստեղ։ Մինչև այո։ Այո։ Իսկ ինչպիսին էր այդ ճանապարհը քեզ համար։
Արդյոք դու սերը պատկերացնում ես այնպես ինչպես գրքերում եւ ֆիլմերում եւ շատ էր տարբերվում իրական կյանքում, թե գրքային է եղել ձեր պատմությունը։ Եթե անկեղծ գրքերում եւ ֆիլմերում, նույն իհարկե նայած ժանր, բայց ես մի բան եմ նկատել, որ ավելի շատ ռոմանտիզացնում են այդ տոքսիկ սերը, ու ես փոքրուց մի քիչ ուրիշ ձև եմ պատկերացրել, բայց երբ որ իր հետ շփվեցի, իր այդ հանգստությունը, հավասարակշռությունը, ես էլ որ շատ էմոցիոնալ մարդ եմ, ես հասկացա, որ այս սա է, սենց պետքա լինի, պետքա մարդու հետ քեզ հանգիստ զգաս, ոչ թե անընդհատ ինչ-որ տենց չհասկանաք ինչ եք ուզում, կռվեք, տենց չգիտեմ ինչ-որ, այդ ամենը շատ է ռոմանտիզացվում իրականում, բայց սիրելի մարդու հետ պետքա քեզ հանգիստ զգաս, իմ կարծիքով ու իր հետ ես հենց այդպես զգացի իհարկե կային թիթեռնիկները եւ այլն բայց նաեւ ես իր հետ շատ թիթեռնիկներ են եղել իր հետ նաեւ ես շատ ապահով եմ ինձ զգում ինչը շատ կարեւոր է ինձ համար իհարկե նա 3 տարի փոքր է ինձնից լիքը իմ համար լիքը խանգարող հանգամանքներ կային որ ես սկզբում ասում էի հաստատ չի ստացվի Այն որ ինքը մեր ոլորտից չի նաև ու լիք հարցերում միգուցե ինձ չհասկանա, բայց նա ամեն ինչ անում է որ ինձ հասկանա ու աջակցի, ու ինքը ինձ ասեց ուղակի վստահի ինձ, արի այս ճանապարհը անցնենք, կտեսնես որ կստացվի։ Հիմա դեռ անցնում ենք։ Բայց ինձ հետաքրքիր է նաև մեր շատ սիրելի պարոն Սաֆարյանի առաջին արձագանքը, որովհետև մենք գիտենք ձեր կապի մասին, եւ եթերային պատմությունների, եւ արդեն անձնական շփումների, թե ինչպես է նա վերաբերվում քեզ, եւ իր փոքր ընկերն ես, եւ դուստրը, եւ պահպանում եւ պաշտպանում է քեզ հնարավոր բոլոր տարբերակներով։ Ու ինչպես եղավ առաջին հանդիպումը։ Գիտեք ինչի ծիծաղեցի, մինչև առաջին հանդիպումը ասեմ, որ այդ առաջարկության օրը, երբ որ ես ու Էրիկը հետ եկանք մեր տուն, որ օգնի այդ մեծ ծաղիկները անցկացնենք տուն, Էրիկը եւ իր ընկերը տենց մտան տուն ինձ հետ, այս պապան այդ օրը ուշ արթնացել ու մի անգամից իմացել է որ վայ առաջարկությունը արել է այնտեղ մենք հեսա ճանապարհին ենք գալիս ենք ու ինքը նոր արթնացել սենց շոկային լուրով ես ուղակի չեմ մոռանա որ ինքը տան այդ երկրորդ հարկից սենց մտել ենք դու երկրորդ հարկից սենց իջնում է մի կոնյակը ձեռքին ու ինքը դեռ նոր է գիտակցում ինչա կատարվում նոր է արթնացել ու սենց հոգնած դեմքով սենց իջել ալը չգիտի որ մեկս ով ենք սենց իջա բարև ձեզ կոնյակով այդ բանը շատ ծիծաղելի էր բայց իզարմանս ինձ ինքը շատ sense հանգիստ տարավ այս փաստը բայց սկզբում շատ էր այդ հայրական խանդը հա ինքը զգում էր որ լուրջ են քայլերը Էրիկի որ արագ է ինչ որ զարգանում հա այս մեր հարաբերությունները ու ինքը sense անընդհատ ասում էր միշտ ապեք ու նաև ուզում էր մի հատ հասկանար ինչ ոնց հետո որ արդեն շփվեցին վստահությունը իհարկե շատացավ բայց մինչ այդ ինքը տենց շատ կյանքս կերել է Իսկ կարճ ժամանակում եղավ այդ շփումը որ հասան արդեն վստահելուն իրար թե բավական երկար ժամանակ է եղել Չէ, շատ երկար ժամանակ չանցավ որ ծանոթացան Էրիկը ավելի շուտ էր ուզում անընդհատ ասում էր պապայիդ հետ խոսեմ էլի ես ուզում եմ իրան ասեմ իմ քայլերի լրջության մասին ասեմ ոնց եմ պատկերացնում ամեն ինչ պապան միշտ ասում էր հələ չէ մեկ էլ գնացինք 3 օրով Թիֆլիս ընտանիքով Էրիկը ասեց չեմ դիմանում ուզում եմ գամ տեսնեմ քեզ ասացի մի օրից հետ եմ գալիս բայց չէ ես գալիս եմ եկավ դե որ եկավ արդեն ասաց մի հատ տեսնեմ քեզ ու գնամ ծաղիկները տվեց ու պապան սենց արեց չէ լավ ասա ներս գա շատ ծիծաղելի էր ինչ որ random սպոնտան Թիֆլիսում ինչ որ հյուրանոցում համարում բոլորս այսպես նստել ենք հիմա լրիվ կամեջեր այդպես ծանոթացան մի անգամից սկսեցին լեզու գտնել շատ հեշտ արագ ու գնացինք միասին ընթրելու ու տենց շատ այդ անմիջական վիճակը կոմֆորտ եղավ Էրիկի ու մերոնց միջև ու հիմա էլ Էրիկը շատ մտերիմ է մերոնց հետ այդպես Քանի որ դու ասացիր որ չես սիրում հայկական ավանդական կամ հայկական հարսանիքներ հիմա եկեք խոսենք հարսանիքի մասին պլանավորում եք արդյոք հարսանիք եւ եթե պլանավորում եք բացիր փակագծերը իմանանք ինչ հարսանիք է լինելու
Ես մի քիչ կատեգորիկ ասացի իհարկե, տենց հեսա։ Որովհետև այդպեսին է լինելու։ Որովհետև հենց այդպեսին։ Չէ, սա չէ, մտածում եմ կոմենտներում ինձ բան չանեն, էլի։ Չէ, իհարկե, սիրուն բանա հայկական ավանդական հարսանիքը, ես նկատի ունեմ լրիվ այն որ լրիվ ավանդական չեմ սիրում, որովհետև ես նաև մի քիչ ուրիշ ոճի հարսանիքներ եմ տեսել ու տենց դուրս եկել են։ Դրա համար մի քիչ իմ համար դեռ վիճելի է այդ հարցը, նախ իր հետ պետքա համաձայնեցնենք, հաստատ այս տարի չի լինի հարսանիքը։ Մյուս երևի, չգիտեմ, հստակ բան որոշված չի, որովհետև սենց շատ սպոնտան եղավ ամեն ինչ։ Բայց ինձ թվում է կհարմարվենք մի բանում, ես կզիջեմ իրեն, մի բանում ինքը ինձ, որ երկուսիս սրտով էլ լինի, դե պիտի լինի ամեն դեպքում հայկական հարսանիք, ուղղակի կարող է մի քիչ ինչ-որ տեղեր Իսկ ինչ ոճի մեջ ավելի շատ օրինակ գիտեք ոնց ես սիրում եմ չգիտեմ այդ արարողությունը օրինակ ասելու իրար այո տերեմ հնազանդեմ այն որ դրսում այգում սենց սիրուն լինում է ինչ որ իտալական ավելի ոճի սիրում եմ ավելի քիչ հյուրերով փոքր ավելի հարսանիք ավելի չգիտեմ, մի քիչ ուրիշ ոճի երաժշտություն, իհարկե դե պարելն էլ է պետք եւ այլն։ Ես կուզեի DJ լիներ ամբողջ ընթացքում, բայց դե այդպես չի լինի։ Ինձ թվում է դու արդեն պլանավորել ես ամեն ինչ։ Մնում է ժամանակը ցկել այնքան, մինչև Երիկը կհամաձայնվի բոլոր նշածդ կետերին։ Դե այնպես է, որ ես ուզում եմ նաեւ իր սրտով լինի անպայման, դրա համար Դե նրա օրնել է։ Հա, ի վերջո։ Ու հեսա մի տարի հետո էլի այստեղ հանդիպում ենք ու Էլենը ասում է դե հյուրերի թիվը 1000+, լսեցինք այս երաժշտություն։ Իսկ եթե ինձ ընդհանրապես ասեիք ամենաշատը ոնց կուզեիր լինել։ Ամենաշատը ինչպիսի հարսանիք կուզենայիր։ Գնալ ԶԱԳՍ, քաղաքացիական ակտերի գրանցման Սենյակ։ Այ այդտեղ։ Երևի թե սենյակ։ Գնալ, հետո եկեղեցի, այո, սիրուն հարսի շորիկը, ֆոտոսեսիա, այդքանը։ Վերջ։ Չէ, բայց Այդ ամենաշատը արդեն հարսանիք։ մենք հա, վայ, մենք թե գիտենք հարսանիք էինք Մտել է ջան, դե տես չի լինի։ Չէ, բայց իրականում երբ որ տեսնում ես ընկերներդ ինչ ձև են ուրախանում քո արարողությանը։ Մյուս կողմից հա ես պատկերացնում եմ Ամերիկի ընկերները, որ ճանաչում եմ իրենց, բոլորը շատ լավն են ու ինձ էլ շատ լավ են ընդունել։ Համի ընկերները ես պատկերացնում եմ մյուս կողմից էլ այո, բոլորս ինչքան կուրախանանք նաև այդ օրը։ Դրա համար ասում եմ, մի ձև, սենց մի բան ինքը, մի բան ես զիջելով կանցնենք, կտեսնենք։ Էլի վերադառնալով որոշմանը, հատկապես աղջիկներին անդադար հարցնում են նաև հետո հոգեբաններն են նշում, որ կանայք իրենց կողակից ընտրում են իրենց առաջ ունենալով իրենց հայրիկների օրինակը։ Երիկի եւ հայրիկիդ նմանությունները շատ են։ Հա, Ինչ հարումով։ Այս շատ հետաքրքիր է, որովհետև որ արդեն ընկերություն էինք անում, ես քիչ-քիչ այդ ընդհանուր հատկանիշները նկատեցի իր ու պապայի միջև, այդ հասունությունը, այն ապահովությունը, որ ես պապայիս հետ եմ զգում կամ տեսնում եմ ոնց ենք մամայիս հետ, այդ ես սկսեցի Երիկի հետ զգալ ու շատ հարցերում ես այդ նմանությունը տեսնում եմ իր ու պապայի միջև ու իհարկե դա էլ է դեր խաղացել, այն որ ես ոնց պապայիս հետ կարամ ինչ-որ կապրիզ անեմ կամ չգիտեմ ինչ-որ սենց փոքրիկ դառնալ։ Հա, այդ փոքրիկը զգում եմ ես ինձ Երիկի կողքին ինչ-որ պահերի ու ես իրեն ինչ-որ օր ասեցի, գիտես, մի տեսակ զգում եմ, որ պապայիս նման ես ինչ-որ հարցերում ու հա, այդ ինձ ավելի այդ վստահությունը ներշնչեց, որ միգուցե իր հետ կստացվի ու պետք է վստահել։ Այդպես։ Իսկ այ հետաքրքիր է հիմա վեճեր լինում են եւ եթե լինում են ինչի շուրջ են լինում վեճը, այսինքն շատ ամեն ինչ դրական ֆոնի վրա է կառուցվել է զրույցը։ Բացի գաղտնիքներ են։ Շատ հետաքրքիր է։ Չէ, ես շատ անկեղծ եմ։ Գիտեմ։ Ես փորձում եմ իր այդ վիճել, անկեղծ ասած։ Փաստորեն չի լինում։ Դե որ նշեցի Ասած համբերատար է։ Էմոցիոնալ մարդ եմ շատ, կարող ասենց փոքր բանից ինչ որ տենց մեկ փորձեմ չափազանցնել, սարքել ինչ որ ավելի մեծ սիտուացիա, ու ես որ փորձում եմ վիճել կամ ինչի սենց արեցիր կամ չգիտեմ, ինչի սենց եղավ, ինքը սենց համբերատար ուղակի լսում է,
ասում եմ ուզում ես լացես, լացի, հանգստացի, հետո ասում եմ գնանք սիրածը սուրճը վերցնենք, անցնենք, հիմա կխոսենք կանցնի, ասենց այն որ ձևերը գիտի ոնց անի, չի վիճում հետոց, ես ինչ անեմ, ասեք։ Պետք է մտածել են, գիտես։ Նույնիսկ եթե հիշում եմ 2 անգամ եղավ, որ ինքն էլ հունից դուրս եկավ, մի քանի վայրկյան դա տևեց իհարկե, հետո սենց նստեցի նեղացած, մեկ էլ սենց արեց, էլի ինչ որ գնանք, չգիտեմ, քո սիրելի վայրը կամ չգիտեմ, տենց ու այդ գնալու ընթացքում խոսում ենք հանգիստ, ոնց որ այդ պահը չի եղել։ Այսինքն մի քանի րոպեից ավել չի տևում։ Չգիտեմ, կարող ամուսնությունը ինչ որ բան փոխի։ Ամուսնությունը միանշանակ փոխել է։ Չէ, շատ լավ է, որ հիմքը արմատները այսպես է։ Կարող ենք ասել, որ այս պատմությունները լսելուց հետո դու զանգակն ես Էրիկը բամբակը։ Թե ամեն դեպքում զանգակն է, բայց լուր լուր հանդուրժող։ Ես մեզ ավելի շատ հանդուրժող։ անվանում եմ, որ ես կրակնեմ ինքը ջուրը, դից ինձ հանգցնում է, էլի, հենց շատ եմ կադրից դուրս գալիս, հա։ Հա, չէ, իրոք շատ համբերատար է ինքը։ Իսկ ընդհանուր նախասիրություններ, ինչպես եք սիրում անցկացնել ձեր ժամանակը, բացի ռոմանտիկ ժամադրություններից, ինչ հետաքրքրություններ ունեք։ Դե ես մեր մոտ ամեն ինչ տարբեր է իրականում, թե երաժշտության ճաշակը, թե չգիտեմ, ֆիլմերի ժանրերը, օրինակ, երբ որ մենք որոշում ենք ֆիլմ դիտել, մի օր ես եմ ընտրում, մի օր ինքը, նաև սկսել ենք մուլտֆիլմեր դիտել, սենց իրան շատ հետաքրքիր է իմ աշխարհը, այս ամեն ինչը, ես ոնց եմ նայում արվեստին կամ ընդհանրապես իմ ոլորտը, իրան շատ անծանոթ է ու հետաքրքիր, դրա համար ինքը սենց շատ մեծ հետաքրքրությամբ փորձում է այդ իմ դրած երգերը լսի իմ արտիստերին, իմ սիրելի արտիստերին, իմ անձնական արտիստերին, իմ ֆիլմերը դիտում է, այդպես եմ, որ ես էլ փորձում եմ իրա ճաշակը հասկանալ ինչ-որ տենց հարցերում, դե բացի դրանից ժամանցի առումով, չգիտեմ, իմ առօրյան, որ սենց շատ ակտիվ է, ես ընդհանրապես տենց հանգստի կամ ժամանցի ժամերը փորձում եմ ավելի հանգիստ անցկացնել, դրա համար որ ասում եմ գնանք ինչ-որ հավես բան անենք, ասում եմ հա, անպայման, դե բան, գնանք մի հատ այդտեղ նստենք, սուրճ խմենք, հետո գնանք տուն քնենք էլի, կամ մի հատ էլ ֆիլմ դիտենք, գնանք քնենք, որ ասեմ շատ հետաքրքիր է, մեծ առումով սուտ կլինի, բայց չէ, իրոք իր այդ նենց հավես անցնում, որ ինչ էլ անենք, միևնույն է, շատ ծիծաղում ենք, ամեն օրը ինչ-որ յուրահատուկ ձևով հիշվում է, այդպես։ Իսկ նշեցիր նաև քո ֆիլմերն եք դիտում, այն ֆիլմերը, որտեղ դու նկարահանվել ես որպես դերասանուհի։ Արձագանքը ինչպիսին է, որովհետև եթե ոլորտից չէ, շատ հաճախ գոնե կողքի մարդկանց թվում է, թե արձագանքը պիտի լինի կտրուկ կամ զբաղվում ես այս մասնագիտությամբ կամ ոչ, եւ այդ ընտրությունը արդյոք նմանատիպ քննարկումներ ունեցել եք։ Հա, քննարկումներ ունեցել ենք, բայց ես ի սկզբանե, երբ որ մենք նոր էինք շփվում, իրեն ասել եմ, որ ես չեմ կարող թողնել մասնագիտությունս, եթե խանդես կամ ինչ-որ տենց դա քո խնդիրն է։ Դե ասել եմ, որ ես իհարկե այո, կողակցից շատ կսիրեմ, բայց ինքն էլ պետք է հասկանա ինձ իմ նպատակները ու ինձ աջակցի։ Ու ինքը ի սկզբանե ասել է, որ ես հասկանում եմ ու քեզ երբեք չեմ արգելի քո սիրած գործով զբաղվել։ Մինչև ամուսնանալը։ Չէ։ Հետո էլ ես իրեն բացատրել եմ, որ նախ դերասանու գրաֆիկն էլ է շատ տարբեր, այսինքն այսպես ասեմ, ոլորտից դուրս տղամարդու համար միգուցե այն իդեալական տանկինը չի լինի, հա, իր համար գրաֆիկով եմ ասում իհարկե, որ միգուցե օրեր կան, չէ, դե մանե, որ ամբողջ օրը նկարահանման ենք, գիշերը 12-ից եւ ավարտում հաջորդ ցերեկ։ Օր ու գիշեր նկարահանման ես լինում եւ այլն, այսինքն ամեն տղա կամ տղամարդ չի, որ կհասկանա դա։ Դրա համար ես այդ ամեն ինչը հենց սկզբից բացատրել եմ, ասել եմ, դե ուզում ես հեռու մնա։ Այնուամենայնիվ պետք է վախենալ։ Այնուամենայնիվ, այո, ուզում ես մի քիչ, չէ։ Բայց նա ասաց, ես հասկանում եմ, ես քեզ եմ լավ ճանաչում արդեն ու գիտեմ, որ դու ուղղակի շատ ես սիրում քո գործով զբաղվել ու ես չեմ արգելի։ Այդպես, հա, դնում ենք մեկ-մեկ, նայում ենք, փորձում ենք, ինքը հայկական նախագծեր այդքան շատ չի նայել, տենց իմ հետ նաև դա է սկսել ու իրա կարծիքը սենց շատ սենց
նայելուց ինքը ինձ որպես Էլեն չի դիտում։ Ես նկատում եմ, որ ինքը սենց հետաքրքրությամբ դիտում է, փորձում է հասկանալ, չգիտեմ, կերպարը կամ ինչ է կատարվում ոնց։ Ու այս վերջերս ֆիլմի պրեմիերայի էինք գնացել։ Ես սենց հիշում եմ կեսից ասեցի մի հատ դուրս կամ ջուր վերցնեմ, սենց անում։ Դե արագացրու արդեն հետաքրքիր է շարունակությունը ինչ եղավ, ով ում ինչի է սպանում, ինչ է կատարվում։ Ինքը սենց շատ հետաքրքրությամբ որպես հեռուստադիտող էլ առանձին նայում է, ու իմ համար դա շատ հաճելի է։ Շատ։ Իսկ նա քեզ ճանաչել է հեռուստա էկրաններից, թե հարսանիքի ժամանակ ուղղակի ծաղիկ է տեսել։ Էս բանն էլ է շատ։ Էս բանն էլ է շատ ծիծաղելի, որ մինչ այդ ինքը մի հեռուստասերիալ էր մենակ դրել նայել ու հետո կիսատ էր թողել թե ինչ, որտեղ ես խաղացել եմ, էլի ասել էր փորձեմ հայկական նախագծերից մի բան նայեմ ու այնտեղ սենց չարաճճի աղջիկ էի շատ խաղում, շատ գրիմ չէինք անում, սենց բանդանաներով, այտենց այնտեղ նայել էր ինձ ու ֆիքսել էր, վայ ինչ լավն է, հետո մի անգամ Եվրոպական համալսարանի մոտ ինձ տեսել է ու ասել հա ոնց որ են դերասանուհին է ու ասում է այդ ժամանակ դու հեռախոսիդ մեջ էիր նայում, ասում է գլուխդ բարձրացրիր նայեցիր ինձ, սենց է որ մունաթով մի հատ ասում է չափեցիր ոտքից գլուխ, որ ինչի ես ինձ նայում ու ասում է պտտվեցիր, գնացիր, այդ իմ մոտ պաշտպանական ռեֆլեքս է իրականում, հիմա կարող է մարդը իրոք ճանաչել է ուղղակի, բայց եթե տղա է, ես միշտ տենց եմ նայում ու գնում եմ։ Հիմա երբ որ հարսանիքին տեսավ, այդ դեպքից երևի մի տարի հետո Ամաչեցիր, որոշեցիր այնուամենայնիվ բարել տան։ Բայց դու հիշում ես։ Չէ, ես մինչև հիմա չեմ հիշում այդ պահը։ Բայց նա ֆիքսել է։ Այո, բայց ահավորն է Էլենա, արի խոստովանել, ոչ է։ Ես Էրիկին եմ պատկերացնում, կարող է Էրիկին կանչենք ամեն դեպքում։ Էրիկ ջան դու էլ արի, ոչ։ Ոչինչ, ես որպես տղա ասում եմ, ոչինչ։ Ու այդ հարսանիքին ինքը սկզբում չի հասկացել, որ այդ ես եմ, այդ նույն մարդն է։ Այսինքն երկու անգամ այց հավանել, հետո կեսից ընկերներից մեկին ասել անենց ծանոթ է դեմքը, դե հարսանիքին լրիվ ուրիշ մեյքափով եւ վիճակով ենք չէ լինում, ասել է ծանոթ է դեմքով, հա, որ ասել են ինքն է դերասանուհին, ասել է հա, ու այդ ժամանակ, բայց կարելի է ասել երկու անգամ այնց տենց հավանել։ Մի անգամ է չի հավանել, երկու անգամ։ Նույն մարդուն։ Շատ հետաքրքիր։ Ոչինչ պատահական չի լինում եւ որևէ հանդիպում պատահական չի լինում։ Ինչպես ճանապարհը քո պատահական չէ, որ եկավ, հասավ այնտեղ, երբ դու սկսեցիր նկարահանվել քո մասնագիտությանը զուգահեռ, երաժշտությամբ զբաղվել, ինչով ես հիմա զբաղվում։ Այս պահին վերջերս եղավ հենց այդ ֆիլմի պրեմիերան, այդ լրիվ ուրիշ էմոցիաներ էին, որ դե հեռուստասերիալը տենց դնում նայում եք, բայց որ մեծ էկրանին տեսնում ես քեզ առաջին անգամ, կապ չունի ինչքան էկրանային ժամանակդ ինչքան է եւ այլն, միևնույն է այդ էմոցիան ուրիշ է իհարկե։ Այս պահին այդ արձագանքներն եմ ստանում, որովհետև կինոթատրոններում բոլորը գնում նայում են, story են անում, դու տեսնում ես այդ դրական արձագանքները, շատ հավես է։ Նոր նախագծերի առաջարկներ կան։ Այո, կան առաջարկներ, ուղղակի որ դեռ ոչ մի բան հաստատ չէ։ Ճակետները դեռ չենք բացում։ Իսկ երգել չկա, երգչու կարիերան վերջ թե։ Չէ, հաստատ վերջ չի։ Ուղղակի այնտեղ ինձ մոտ տրամադրվելու շրջան կար, որ ես հստակ հասկանամ ինչ եմ ուզում, ասելիքս ինչ պետք է լինի, եթե պետք է անեմ, պետք է գոնե այնպես անեմ, որ ինձնից գոհ լինեմ, ոչ թե ուղղակի անեմ անելու համար, ինչ ոճի մեջ եմ ուզում, դե ես փոփ եմ շատ լսում, փոփ, R&B, իհարկե ուզում եմ հայերենով գրել եւ այդ ոճի մեջ երգեր հանել, չգիտեմ, մոտակա ժամանակները հաստատ արդեն քայլերս կձեռնարկեմ, ուղղակի ինձ պետք էր այսպես տրամադրվել հոգեպես։ Իսկ տրամադրվելու ընթացքում ինչ-որ նոր ստեղծագործություններ կան, որ կյանքի կոչվել են, բայց սպասում են իրենց ժամանակին։ Որ կյանքի կոչվել են, չէ, ուղղակի բլոկնոտումս, տենց մի բլոկնոտ ունեմ, որտեղ այդ բոլոր խզբզանքները կան, ու սպասել եմ հարմար պահի, որ հասկանամ, որից եմ սկսում, ինչ եմ անում, բայց այդ բլոկնոտս այսպես են սիրուն պահել եմ, որ տանեմ ու կյանքի կոչեմ։ Իսկ այդ երգ, որ կարող է զուգ երգ դառնալ հայրիկիդ հետ։ Հենց այդ բլոկնոտի մեջ չէ դեռ։ Մյուսի մեջ։ Գլխում բայց կա արդեն։ Գլխումս կա, հա, իրականում մենք պապայի հետ մի անգամ cover արեցինք ու այդ արձագանքները այնքան
այնքան դրական էին ու շատ, որ հասկացա պետքա շարունակել papai հետ դեռ cover-ները, հետո նոր ես իմ քայլերը որ դեռ առանձին սկսեմ փորձեմ անել, հետո նոր կարելի է մտածել զուգերքի մասին ինձ թվում է։ Իսկ պարոն Սաֆարյանը ավելի շատ կողմ է, որ դու շարունակես երգչուհու քո կարիերան, թե դերասանուհու կարիերան։ Papan հիմա տենց կարծիք չի արտահայտում։ Տենց ինքը փորձում է չխառնվել ու տենց խորհուրդներ չի տալիս, մինչև ես չհարցնեմ, որովհետև ուզում եմ ես որոշեմ ինչն է իմ համար ավելի լավ, ինքը ինձ միշտ ուղղակի ասել է պիտի զբաղվես նրանով, ինչը շատ ես սիրում։ Արդեն քո ընտրությունն է։ Ու իհարկե փորձես դա լավ անել։ Այսինքն ինքն պապաներից չի էլի, որ ինձ անընդհատ ուղղորդի, սենց արա, նենց արա, հայ եթե ես խորհրդի կարիք ունեմ, չգիտեմ ոնց ինչ որոշում կայացնեմ, կհարցնեմ, ինքը ինձ կտա այդ խորհուրդը, բայց ընդհանրապես ես եմ ինչ որ միտք ունենում, գալիս իրան ցույց տալիս կամ ասում կամ նոր առաջարկի մասին խոսում հետը, օրինակ կամ casting-ը գնում եմ, մասնակցում եմ, գալիս եմ, պատմում եմ, այդպես, բայց papan շատ փորձում է չխառնվել ու տենց իմ տեղը որոշումներ չկայացնել։ Այսինքն թողում է ես ուղղակի անեմ ինչ որ անում։ Սեփական ճանապարհը գծելու համար։ Այո։ Գիտես մենք անդադար խոսում ենք մեր հյուրերի հետ, հատկապես երիտասարդ ընտանիք կազմած, որ իրենց երեխաները անկախ իրենց կամքից երբեմն դառնում են միանգամից հայտնի, եթե նրանք հայտնի են ու սոցհարթակների մասին է խոսքը։ Բայց պարոն Սաֆարյանը շատ մեծ հոգատարությամբ ու ջերմությամբ բավականին երկար ժամանակ, չասենք թաքցրել է, որովհետև բոլորը գիտեին, որ ունի ընտանիք, անձնական կյանք, բայց ոչ չգիտեն, որ ունի են։ Այսքան տաղանդավոր են։ Եվ ժամանակին գուցե նաև այս նոր տեխնոլոգիաները, գadgetները չկային, որ ամեն ինչ 1-2 վայրկյանում պատմես քո լսարանին, բայց միևնույն է, ինչ որ մի օրվանից սկսած բոլորը իմացան, որ Արսեն Սաֆարյանի ինդուստրը հիանալի երգում է։ Նա երգչուհի է, հետո պարզ դարձավ, որ նաև հայտնի է դառնում որպես դերասանուհի։ Բայց այդ ճանապարհը վստահաբար քեզ հեշտ չի տրվել, որովհետև ոչ թե գնահատում էին առաջին հերթին քո կատարած աշխատանքը, այլ այն, որ դու Արսեն Սաֆարյանի դուստրն ես։ Ինչպես անցաք այդ ճանապարհը միասին, որովհետև վստահ եմ առանց հայրիկի չի եղել, եւ դուք հիանալի ընկերներ եք, ինչպես օգնեց նա քեզ դու իրեն, որպեսզի հաղթահարեք այդ շրջանը եւ դու կայանաս որպես Էլեն Սաֆարյան, որը նաեւ Արսեն Սաֆարյանի դուստրն է։ Ես հիշում եմ առաջին նախագիծը, որ ես գնացի սենց ոգևորված, շփոթված, ինչա լինելու ոնց, բայց շատ տենց նպատակները արդեն գլխումս, papan սենց ձեռքս բռնած ինձ տարավ նկարահանման, բայց ինձ հետ ներս չմտավ, որովհետև ես իր աչքերում միշտ են փոքր Էլենն եմ, ուր գնում եմ, ասում եմ, ձեռքդ բռնեմ տանեմ, ասում եմ, պապա, չէ, ես արդեն կարամ գնամ։ Այսինքն ինքը միշտ հա իմ կողքն է, փորձում է ինձ աջակցել, ֆիզիկապես իմ կողքին լինել, բայց ես չգիտեմ դա առավելություն համարեմ ավելի շատ, թե թերություն, որովհետև իհարկե հա այդ խոսակցությունները միշտ եղել են, հա դե պապան զանգել է, տեղավորել է, բայց միշտ երբ որ ես ինչ-որ բան արել եմ, հետո նոր եկել եմ պապային պատմել եմ։ Իհարկե ես մի պահ հասկացա, որ պետք չի ապացուցեմ դա ամենտեղ, ով պետք է տեսնի, տեսնելու է, իմ հեռուստադիտողն է դա տեսնելու, այն որ ես իմ քայլերը անում եմ ու ինձ գնահատելու են որպես Էլեն առանձին, ոչ թե պապայով։ Այսինքն ինքը որպես պապա իհարկե իմ կողքին է ու ուզում է ինձ մոտ լավ լինի ամեն ինչ, բայց չգիտեմ, միգուցե այդ ուշադրությունը, որ ինձ միանգամից եկավ, միգուցե այդտեղ դեր է խաղացել նաև, որ պապաս հենց Արսեն Սաֆարյանն է, կարող է ինչ-որ չափով դա առավելություն է այն առումով, որ միգուցե մեդիայի ուշադրությունը ավելի շուտ ինձ եկավ, քան ինչ-որ ուրիշ երեխայի, որ էլի առաջի քայլ աներ։ Այո, դա կարող է հենց այդպես է, ես չեմ հերքում դա, բայց նաև կա այսպիսի բան, որ դու կամ սիրվում ես կամ ոչ, եթե ռեալ դատենք, իսկ ես հիշում եմ, որ սենց հետևում էի ոգևորված առաջին նախագծում, ինքը շատ տենց ռեյտինգային հեռուստասերիալ էր, մանավանդ երիտասարդների մեջ, ու իրանց այնտեղ մեկ էր, դու ում աղջիկն ես, ում երեխան ես կամ ինչ, իրանք նայում էին կերպարներին, էին հետևում զարգացումները, հա եւ այլն, ու կոմենտները շատ էին, ես հետևում էի, որ տեսնեմ
թեկուզ են քիչ էկրանային ժամանակը, որ ես ունեմ, դե հետագայում ինձ այնտեղ կերպարս զարգացրին, ինչ արձագանք է տալիս հեռուստադիտողը ու այնտեղ այն երեխեքը, որ նայում էին ու չգիտեին ես ով եմ կամ այն մարդիկ, ովքեր գաղափար չունեին ես պապասովա եւ այլն, իրենք իմ խաղից էին խոսում ու իմ համար դա էր կարևոր, ես հետևում էի այդ արձագանքներին ու հասկացա, որ գալիս է ինձ այդ ուշադրությունը ու միգուցե այո, ես շարունակեմ մանավանդ որ դուրս շատ եկավ այդ process-ը եւ այլնը ու ես հիշում եմ որ ոգևորվեցի այո սոցհարթակներում ուշադրությունը ավելացավ եւ այլն ու ես հասկացա որ միևնույն է իմ հեռուստադիտողը լինելու է առանձին ու ինձ գնահատելու են որպես Էլեն այդ միևնույն է այդպես է լինելու նույնիսկ մեկ նամակներ եմ ստանում որ վայ Էլեն ջան ես չգիտեմ վերջին հեռուստասերիալը նայելուց չգիտեի գաղափար չունեի որ պապատ մեր շատ սիրելի Արսեն Սաֆարյանն է հիմա ավելի հաճելի է որ հենց իր աղջիկն է այսինքն այդ տարանջատումը արդեն եղել է հա մի պահ շատ էր այդ խոսակցությունները դե հա դու առաջ չգնասով գնա բայց ես պապայի հետ որ խոսեցի ասեց շատ լուրջ մի վերաբերվի դու քո գործն արա փորձի լավ անես դա քո վրա աշխատի ամեն օր արդեն ով ինչ կխոսի դու չես կարող ֆիլտրել հա ֆիլտրել ու այդպես ես փորձեցի շատ չկենտրոնանալ դրա վրա իսկ հիմա այո այդ տարանջատումը արդեն կա առանձին որպես Էլեն ինձ նայում են գնահատում են իրենց կարծիքն են ասում առանձին արդեն ամբողջ ընթացքում զրույցը ինչ սկսել ենք ես վստահությամբ պիտի նաև նշեմ, որ այն դրական էներգիան, որը գալիս է Էլենից, հույս ունեմ ամբողջությամբ փոխանցվել է մեր հեռուստադիտողին եւ կապ չունի ինչից ենք զրուցում, աշխատանքը, ընտանիքը, հոբին, միևնույն է նույն ջերմությամբ ու ուրախությամբ են ներկայացնում եւ պատմում եւ միակ մաղթանքը պիտի լինի այն, որ անկախ նրանից որ տարիքում, որտեղ, ինչ հարցազրույց էլ տաս, միշտ այս էներգիայով տարբերվես մնացած բոլոր պատմություններից, երբ ասում են թե որքան վատ է եղել ամեն ինչ եւ որ ինչպես են նրանք հաղթահարել այդ ճանապարհը, թող քո տարբերությունը բոլոր մարդկանցից, բոլոր հայտնիներից եւ ստեղծագործող մարդկանցից հենց դա լինի։ Շատ շնորհակալ եմ։ Մենք շնորհակալ ենք քեզ, որ առավոտը սկսեցիր մեզ հետ, շատ լավ զրույցի բռնկվեցինք։ Շատ դրական։ Ու չնկատեցինք ինչպես ժամանակը մեր զրույցի մոտեցավ իր ավարտին։ Քեզ հիանալի հանգստյան կիրակնորյա առավոտ ենք մաղթում, իսկ մենք դեռ ինձ թվում է կշարունակենք խոսել հայտնի ծնողների հայտնի զավակներից, բայց դա վարքյաններ անց, որովհետև մենք պիտի լսենք երաժշտություն եւ շարժվենք առաջ։ Գնացինք։